Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, Կոմիտասի թանգարան ինստիտուտի համար տարին հոբելյանական է, նշվում է թանգարան ինստիտուտի 10 տարին։ Գիտական բաժնի գործունեության արդեն արվածի եւ անելիքների, սպասվելիք թանգարանի հրատարակված գրքերի, նոր հրատարակությունների, ինչպես նաեւ կրթական ծրագրերի մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է երաժշտագետ Կոմիտաս թանգարանի ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Մարտիրոսյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Քանի որ դուք նշեցիք, որ կարևոր կետեր կա, որոնց ուզում եք անդրադառնալ, այսինքն այդ դպրոցի եւ մնացած գործունեություններին, եկեք սկսենք նրանից, թե որն է իրականում հիմա ավելի կարևոր, որն է մեկնարկային եւ ինչ նպատակ ունի։ Բարի, ճիշտ նշեցիք, թանգարանի գործունեության 10-ամյակն է այս տարի լրանում եւ տարին հոբելյանական է մեզ համար եւ ունենք մի շարք ծրագրեր, որոնք իրականում մեկը մյուսից ավելի կարևոր են, բայց թերևս կուզենայինք նշել այս պահին ամառային դպրոցի ծրագրի մասին, որը մեկնարկելու է սովորաբար ամեն տարի մենք ունենում ենք թանգարանում ամառային դպրոց։ Իդեպ սկսել ենք այս ծրագիրը 2017 թվականից, այն ժամանակ դեռևս այդքան շատ չէին ամառային դպրոցները եւ հիմա շատ ուրախ եմ, որ շատ թանգարաններ, մշակութային կենտրոններ ունենում են այսպիսի ծրագիր։ Ամառային դպրոցը Կոմիտասի թանգարան ինստիտուտում անցնելու է 2 փուլով, սովորաբար միշտ այդպես ենք անում, փոքրերի խումբ եւ մեծահասակների խումբ։ Փոքրերի խումբը նախատեսված է 7-ից 14 տարեկան երեխաների համար, իդեպ 2 փուլերում էլ եւ մեծահասակների եւ փոքրերի պարտադիր չէ երաժշտական կրթությունը, պարտադիր չէ նոտաճանաչ լինելը, նույնիսկ այն երեխաները եւ այն մեծահասակները, ովքեր նոտաճանաչ չեն, իրենց շատ ավելի հետաքրքիր է լինում այս ամենի մասին տեղեկությունները եւ մեծերի խումբը արդեն ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, ոչ երաժիշտ մասնագետներ, նաև տարեց մասնակիցներ եւս ունեցել ենք, այսպես մեկնարկելու է հուլիսի 7-ից 12-ը փոքրերի խումբը, ընդունման հայտերը մինչև հունիսի 25-ն են, իսկ մեծերի խումբը նախատեսված է հուլիսի 14-ից 19 ընկած ժամանակահատվածում եւ մեծերի խմբի ընդունման հայտերն են մինչև հուլիսի 1-ն է վերջնաժամկետը։ Այսպես, եւ գուցե ամառային դպրոցի բովանդակությանը։ Ես հետեւում մարդիկ ինչու են գալու, ինչու են գալու ամառային դպրոց եւ ինչու հենց կոմիտասական ամառային դպրոցը։ Այսպես է մեզ մոտ կոչվում ամառային դպրոցը, կոմիտասական։ Հասկանալի է, որ շեշտադրությունը դրված է Կոմիտաս վարդապետի ուրեմն գործունեության, Կոմիտասի ուրեմն ստեղծագործական գործունեության բնագավառների, գիտենք, որ Կոմիտասը բազմաճյուղ ստեղծագործ մասնագետ է, Կոմիտաս բանահավաքի գործունեությունը այլ է, Կոմիտաս երաժշտագետի, Կոմիտասը որպես կոմպոզիտոր, հիշենք, որ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է Կոմիտասը, Կոմիտասը որպես երգիչ, խմբավար, Կոմիտասը որպես բանաստեղծ, մի խոսքով այս ճյուղերը շատ լայն են եւ սրանց մասին առանձին էտապներով մենք ունենում ենք զրույց հանդիպումներ այս ընթացքում։ Փոքրերի խումբը եւ մեծերի խումբը իհարկե շատ տարբեր են այս ծրագրերը, բարձ է որ սկզբունքները, մեթոդները բոլորովին այլ են։ Փոքրերի խմբում շատ ինտերակտիվ, խաղային կերպով մենք ունենում ենք եւ տարբեր կրթական ծրագրեր, թանգարանի կրթական ծրագրերը եւ խոսում ենք Կոմիտասի մասին եւ նրանք նկարում են եւ քանդակում են, այսպես ծանոթանում երաժշտական գործիքներին նաեւ ավելի լայն սպեկտր է իրականում ներկայացված այս մեկ շաբաթի ամառային դպրոցում։ Տեղի ուրեմն աշակերտներից, երեխաներից կազմվում է երգչախումբ եւ ունենում ենք նաեւ երգչախմբային դասընթացներ եւ գուցե այդպես անհավատալի է թվում, բայց մենք մեկ շաբաթում այդ նորաստեղծ երգչախմբով կարողանում ենք վերջում 1-2 համերգային ծրագրի մեջ ներկայացնել նրանց 1-2 աշխատանքները արդեն։ Ինձ հետաքրքիր ունեք, անցած տարի ամառային դպրոցի շրջանակներում քանի փոքրիկներ են եղել եւ քանի մեծ է եղել, այսինքն քանակությունը։ Անցած տարվա ծրագրում այսպես է լինում, սովորաբար եւ մեծերի եւ փոքրերի համար է նախատեսված լինում, բայց անցած տարի միայն փոքրերի համար էր նախատեսված, բավական շատ էին, մոտ 40
թե 50 երեխա, եթե ճիշտ եմ հիշում, եւ մենք ստիպված բաժանեցինք երկու խմբի, որպեսզի ավելի ուրեմն հեշտ լինի եւ երեխաներին ավելի հետաքրքիր լինի, կարողանանք յուրաքանչյուրի հետ ունենանք անհատական, այսպես ասած, շփում, այսպես ինչն է այստեղ ուրեմն ավելի գրավում երեխաներին այս ծրագրերի ընթացքում գուցե այն որ ուրեմն մենք ճիշտ է ասում ենք կոմիտաս նրա գործունեությունը եւ դա այնքան բարդ է երբեմն թվում մարդկանց բայց կոմիտաս այն մեծություններից էր որ նույնքան པարզ նույնքան մատչելի գրել է ստեղծագործել նաեւ երեխաների համար թե մանկական ստեղծագործությունները թե փոքրիկ դաշնամուրային մանրանկներից սկսած մինչեւ հոդվածներ որոնք իհարկե օրինակ գիտենք վերաբերվում են խազաբանությանը, հայ հոգևոր եւ հայ ժողովրդական երաժշտության բազմաթիվ ուրեմն հոդվածներ կան, բայց պատկերացրեք, որ ունի նաեւ հոդված, որ վերաբերվում է մանկապարտեզում երաժշտական կրթության դերին, թե ինչ պետք է անցնեն երեխաները մանկապարտեզում եւ այլն։ Այսինքն կոմիտասի գործունեությունը շատ լայն է եւ բայց անցնում են մանկապարտեզները այսօր անկեղծ ասած չեմ կարծում որ բոլորը հիմնվում են կոմիտասի մեթոդաբանության վրա թե եւ բոլոր այնտեղ մանկապարտեզի երաժիշտ մասնագետները տեղյակ են կոմիտասի այդ աշխատությունից բայց գուցե արդեն տեղյակ լինեն եթե լսեն գուցե արդեն абսուրդի ժանրն է էլի այո նա խոսում է իրականում երբ մենք խոսում ենք օրինակ երաժշտական ճաշակ ձևավորելու մասին իրականում դմիշտ անդում ենք որ դա գալիս է փոքրուց Հիմա եթե մենք խոսում ենք օրինակ պարտեզում հանդեսներ են կազմակերպվում, մի շատ լավ հիշում եմ մինչև այսօր մեր պարտեզի դաշնակահարուհուն, անգամ Արտաքինի աչքիս առաջ եւ ես հիշում եմ այն երգերը, որոնք ինքը դաշնամուրի վրա նվագում էր եւ մենք պատրաստվում ենք ինչ որ X հանդեսի եւ հագուստներն էր ընտրվում իմիջայլոց բոլորը միանման ես նկարներ ունեմ որտեղ մենք չէինք հագնում գեղեցիկ շորեր, այդ փորիկներ, մորիկներ ես չգիտեմ էլ այդ մեր դայակն էր կարում, որովհետև իմ աղջկա պարտեզում դայակը իրապես կարում էր ամբողջ հանդեսի շորեր, այսինքն նրանք ծաղիկների կերպարներ կարող էին լինել եւ այլն։ Չկար տենց ազատ ընտրություն, այսպես ասած հագուստի։ Բայց մեր ժամանակ ես հիշում եմ անգամ նկարներ ունեմ, որտեղ հանդեսի ժամանակ մենք բոլորս աղջիկները հագել էին ենթադրեք միանման ինչ որ հագուստ, մենք դափերով էինք, դափերով հստակ էլի կոմիտասյան երաժշտության տակ, այո, դաշնամուրը նվագում էր, աղջիկները այնտեղ պարում էին, մենք հիշեցի ինձ այդ ժամանակ եւ դափ էինք խփում։ Իրականում, այսինքն ես կարծում եմ սկզբունքը հետեւյալն է, երբ երեխան արդեն պարտեզից ճանաչում է կոմիտաս, այդ հնչյունների տակ է ինքը կազմակերպում իր միջոցառումները, անհնար է որ չձևավորվի երաժշտական ճաշակ, որովհետև դա կրթական համակարգ է եւ այնտեղ հնչեցված իմիջիալոց յուրաքանչյուր երաժշտություն կամ ընտրված բանաստեղծություն պիտի լինի ի նպաստ բնականաբար ճաշակի հայ դասականին ճանաչելու եւ ինքնաճանաչողության Դե քեզ պետք է ճանաչես, որ այդ օտարին կարողանաս ճանաչել։ Եվ վերջը այդ ամեն ինչից հետո ինքը չի կարող տգետ ու վատ ու անճաշակ մարդ մեծանա։ Ու քան տարի ես օրինակ պարտեզ հաճախում ենք, մինչև 6 տարեկան ենք, չէ՞, հաճախում։ Այո, մենք մինչև 6 տարեկան հաճախում ենք, որովհետև 6-ից մենք չենք կարող դպրոց գնալ, մենք 7-ից ենք։ 7-ից, այո։ Այո։ Եվ դրա համար Թանգարանի այդ կրթական ծրագրերը 0-ից մինչև այսպես ասած 100 տարեկան 0-ից բարձր կան նաև փոքրիկների համար նախատեսված կրթական ծրագրեր, որոնք կարող են դեռևս նոր ծնված բալիկներին բերել այդ կրթականներին եւ ծանոթացնել, լսեցնել, այսպես ասած, մեր հայ ավանդական Իսկ քանի որ Թանգարան ինստիտուտի 10 տարին է, ինչպես պետք է նշվի։ Ինչ որ մի ձև նշվելու է, թե չէ։ Իհարկե, անշուշտ նշվում է եւ սկսել ենք այդ նշելու ընթացքը եւ ամբողջ տարին լինելու է շատ հագեցած, ինչպես միշտ իրականում ես երեք փորձում եի հիշել երբ է եղել որ Թանգարանը ինչ որ հանգիստ, խաղաղ կամ пассив վիճակում եղել, իրականում երբեք չի եղել, ես չեմ կարողանում մտաբերել այդպիսի մի փուլ կամ այդպիսի մի ամիս, երբ որ Թանգարանը շատ հանգիստ, пассив, այսպես միայն ուղղակի եղել է մշտական ցուցադրություն։ Միշտ եղել է
շատ ակտիվ, որովհետև թանգարանը բազմաճյուղ գործունեություն է ծավալում եւ այս տարի էլ բացառություն չէ, նույն սկզբունքով շարունակելու ենք գիտական հրատարակությունները իրենց հերթին, մշտական ցուցադրության կողքին միշտ ունենք ժամանակավոր ցուցադրություն։ Իդեպ այս պահին շարունակվում է մեզ մոտ Փարիզյան հանդիպումներ խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, նվիրված է Կոմիտասի մտերիմ բարեկամուհի, երգչուհի, դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին, նրա գործունեությանը, նրանց նամակներին, շատ հետաքրքիր Փարիզյան կոլորիտ է ստեղծվել այդ ժամանակավոր ցուցադրության տաղավարում եւ կուզեի նշել, որ ովքեր չեն հասցրել դեռևս ներկա լինել ժամանակավոր ցուցադրությանը, լավ առիթ է եւ քանի որ շուտով արդեն ժամկետը ավարտվելու է այս ցուցադրության, լավ կլինի հասցնել եւ ներկա գտնվել այս ցուցադրությանը։ Սրա կողքին մշտապես սկսած այդ կրթական ծրագրերից միջև գիտաժողով փառատոն, հրատարակություններ, որոնք իդեպ թանգարանում շեշտը դրված է այսպես, որ հիմնականում երկլեզու են մեր հրատարակությունները, հայերեն, անգլերեն եւ շատ կարեւորում ենք նաեւ գիտական տարադարձումը, որպիսի օտարազգի մասնագետների կամ ընթերցողների համար հասկանալի լինեն մեր այն երգերը, ժողովրդական, ավանդական երգերը, որոնք օրինակ հրատարակվում է մեր 1000 ու մի երգ խորագրով մատենաշարում։ Այս տարի այդ շարքի արդեն 8-րդ հատորն ենք նախապատրաստում մանկական երգեր խորագրով։ Սպասվում է նոր ժամանակավոր ցուցադրություն, որը պետք է ընդգրկի թանգարանի գործունեության 10-ամյակը, արված աշխատանքը, այսպես հետաքրքիր աշխատանքները դեռ առջևում են, Կոմիտասի արխիվի ուսումնասիրությունը, սա էլ մի հսկայական մեծ դաշտ է, որը ձեռնամուխ է եղել թանգարանը։ Ես անդադ երբ լսում եմ, օրինակ ասում եք Կոմիտասի արխիվի ուսումնասիրություն, մենք այս տարիների ընթացքում չենք հասցրել այդ, այսինքն այնքան ծավալուն է, որ մենք չենք հասցրել, թե դուք ձեր հերթին եք ուղղակի ուսումնասիրում։ Գիտեք, Կոմիտասի արխիվը պահպանված հատվածը, որովհետև գիտենք, որ մի ստվար հատված կորսվել է այս տարիների ընթացքում, այն թղթերը, որոնք որ հասել են մեզ, բնականաբար առաջին այսպես մեծ լայն ուսումնասիրությունը եղել է Ռոբերտ Աթայանի միջոցով եւ նրա շնորհիվ, նա իսկապես մեծանուն կոմիտասագետ է, որ արխիվային այս բոլոր թղթերը համակարգել է, գրառել, ուսումնասիրել է Գևորգ Գյոտակյանը, նրա հետ մեկտեղ այլ կոմիտասագետներ եւս, բայց պատկերացրեք, որ մինչ այսօր ինչ որ պատառիկներ, սևագիր թղթեր այդ արխիվային նյութերից դուրս են բերվում եւ էլի նոր ուսումնասիրության նյութ են դառնում։ Այդպես վերջին շրջանում նաև Վիլժուիֆի նամակները, որոնք որ մինչ այս չէին ցուցադրվել, հայտնի չէին, ուղարկվեցին Ֆրանսիայից եւ դրանք եւս նոր ուսումնասիրության նյութ դարձան Կոմիտասի վերջին տարիներին վերաբերող։ Սա ֆանտաստիկա է, սա ֆանտաստիկ, ինձ թվում է դրան վերջ չկա։ Այո, այո։ Եթե պատկերացնել, թե երևի թե ինչեր են գողացվել կամ ինչեր են վերացվել, անգամ չեն վերացվել, բայց այսպես ասած յուրացվել է, որովհետեւ խոսքն է, ասում է Կոմիտասը սկիզբ է, որը վախճան չունի։ Եվ նրա գործունեության ուսումնասիրությունը շատ գեղեցիկ էր։ Այո, հրաշալի է ձևակերպված։ Եվ նրա գործունեության ուսումնասիրությունը, որը խիստ ուրեմն պատասխանատվությամբ պետք է մոտենալ եւ մենք իսկապես փորձում ենք այդպես մոտենալ, թե գիտական բաժինը, թե վստահ եմ ցանկացած մեկը, որ զբաղվում է կոմիտասագիտությամբ, կոմիտասի ուսումնասիրությամբ, ունի այդ խորին ակնածանքը մեծ հայի նկատմամբ։ Դե իրականում հիմա որ նայում ես, որ ինքը փորձելով հա մեր մշակույթը պահպանել, մաքրել, չգիտեմ, զրկել։ Այո, դա էլ է քիչ։ Բայց նայր, մենք իրականում փաստորեն շատ հարուստ մշակույթ ենք ունեցել, այսինքն հայը, եթե մենք խոսում ենք երաժշտության մասին այս դեպքում, որը ձևավորվում է նաև քո մշակութային, կրոնական հավատալիքների ու առանձնահատկությունների հաշվին, բայց այդքան հարուստ է եղել, որ պատկերացրու իր ուսումնասիրությունները ինչքան խորքային են գնում ու դեռ անսպառ են։ Ուրիշ բան է, որ մենք այո ունեցել ենք նաև շատ լայն ու հարուստ մշակույթ, որը ձևավորում է ժողովուրդը։
որը պահպանում է, որը բնականաբար այնքան արժևորել, այնքան արժեք է տվել, որ Կոմիտասը սկսել է դրանց վրա աշխատել ու փորձել փրկել, մաքրել, ոչնչացումից, խեղելուց եւ այլն։ Որ այնքան կարևոր, այնքան հրաշալի նմուշներ են դուրս բերել Կոմիտասը։ Այո, իհարկե, դա մենք ենք, մեր ինքնությունն է։ Ինչ-որ մի պահին, որ մտածում ես, որ ինչ կլիներ մեզ հետ, եթե հանկարծ Կոմիտաս չլիներ։ Այդ պահին, այդ տեղում, այդ վայրում, իսկապես, եւ սրա համար է գուցե, որ Կոմիտասին, եթե համեմատում են ինչ-որ մեծանուն մի հայի հետ, ապա Պարուշ Սևակի նաեւ հոդվածում է այս միտքը, ապա միայն Մեսրոպ Մաշտոցի հետ Պարուշ Սևակը այս խոսքն է ասում, եթե կարող եմ մի մեծ հայի հետ համեմատել եւ նշում եմ մնացած մեծանուն մարդկանց, Արեկացուն, Քուչակին, բայց գործունեությամբ, չէ՞ որ այո, Մաշտոցը մեզ տվեց մեր այբուբենը, մեր լեզվի ինքնությունը մեզ տեղ հասցրեց եւ ժողովրդին հասանելի դարձրեց։ Իսկ Կոմիտասը վերադարձրեց մեր հայ ազգային երաժշտությունը։ Եվ ոչ միայն։ Եվ ոչ միայն։ Հետաքրքիր է, այս դեպքում նայր ինչ անուններ են, հա, ասում, դե սրանք տիտաններ են իրականում։ Այո։ Ես հիշում եմ, երբ անգամ առիթ ունեցել եմ Նարեկացիա գետների հետ ունենալ այս քննարկումը, դու հասկանում ես, որ Նարեկացին էլ իր հերթին այնտեղ ասում է մեկնաբանություն հնարավոր չի տալ, եթե ես ինձ թույլ տամ որպես մահկանացուի, հա, բերել ինչ-որ տենց այն նյութական դաշտ, որտեղ կարող ես խոսել, այստեղ մեր բարոյական արժեքների, մեր սխալների, մեր այդ սխալները շտկելու ձևի, իհարկե շատ համամարտկային է, բայց եթե մենք որոշենք, որ մի քիչ էլ հա ունենանք այդ կողմնապահությունը, որպես հայի, սենց մի քիչ էլ ասում սեփականացրած այդ աչքերով նայենք, կարող ես կարդալ ու հասկանալ, որտեղ է սկսվում հայի բարոյական արժեքները, եւ եթե դու կարողանաս դա պահել, եթե դու կարողանաս դրանք ընկալել, դու ուղղակի կլինես եւ անպարտելի, եւ նախանձելի տեսակ աշխարհում որպես մարդ, որպես ազգ, եւ խելոք, եւ փիլիսոփա, որովհետեւ այդ ամեն ինչը ընկալելու համար դու հասկանում ես, թե ինչքան այնտեղ փիլիսոփայական շերտեր կան։ Այսինքն այդ մի անունը իր թողած մի գործով կարող է ուղղակի բոլոր առումներով, սկսած կրթությունից, վերջացրած արժեքներից, դաստիարակությունից, կրոնից, չգիտեմ, հարաբերություններից, այդ ամեն ինչը կարող է շտկել, գցել տեղը։ Ես իմ բան եմ ասելու, որի համար կարող է ինձ իրականում կախահան հանեն Հայաստանի Հանրապետությունում, բայց ես այսպես եմ կարծում, ցանկացած երեխա, երիտասարդ, առհասարակ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով Մատյան ողբերգությունը չի կարդացել ու դրա գոնե 2.5%-ը չի հասկացել, իրեն պետք է երկրից վտարել։ Որովհետև կարդալ եւ կարդացողը անգամ եթե չհասկանա, անհնար է որ երկրի բան ունենա։ Այո, դա պարտադիր պետք է լինի։ Դա չգիտեմ, այն մուսուլմանական աշխարհում Ղուրան կարդալը ոնց է, չէ՞, ասենք իրանց համար սուրբ գիրքն է։ Կներեք իհարկե, ես ասում քարկոծելու են, ես ասելու են Աստվածաշունչ եւ այլն, Մատյան ողբերգությունը դա պետք է լինի մեր ամենակարևոր աղոթքը, դա պետք է տան ամենակարևոր գիրքը լինի եւ յուրաքանչյուր ոք ինքը դա պետք է կարդացած լինի մինիմում մեկ անգամ։ Իդեպ հետաքրքիր փաստերից Մատյան ողբերգության առիթով, որ կապվում է նաև երաժշտության հետ, ժամանակին Մատյան ողբերգությունը քչերին է հայտնի, բայց ունեցել է նաև առնվազն երգային հատվածներ։ Այո, երգային հատվածներ, որի մասին եւս ուսումնասիրություններ կան արդեն։ Մենք ձեզ շնորհակալ ենք։ Ասում վտանգավոր դաշտ տանք։ Վտանգավոր դաշտ։ Անուններն ամեն մեկի համար մի շաբաթ կարելի է տրամադրել, բայց դե ես էլ հասկանալու համար ասում եմ մեծ բան է պետք է, եթե մենք ես էլ հասկանայինք այս անունների կենսագրական այդ բանը հետքը, հա, մեր վրա, եթե մենք այսքանը գոնե հասկանայինք, արդեն շատ խելոք կլինեինք, բայց գոնե թե առիթ ունենք բարձրաձայնելու եւս մեկ անգամ հիշեցնելու։ Հիմա Դավիթը շատ լավ ակնարկ արեց, թող որ շատ շրջանավարտներ մտածեն, այդ ինչ էր ասում այդ մեծ մարդը։ Եվ համառային արձակուրդներից գուցե իսկապես, հա, համառային արձակուրդներին հաստատ կհասցնենք։ Դա կարդալու գիրք չի։ Երեխեք, իրականում դուք կարող եք այդ գիշերվա ընթացքում մի թերթ կարդալ։ Բայց եթե դա հասկանաք, այդ նշանակում է մեծ գործ է կարել, որ դա չեն վերցնում կարդում, որ գնան քննություն տան։ Այդ կարդում են ուղեղը մարզելու, հոգին
ճիշտ գտա։ Հոգին մարզելու համար է։ Ուղեղը դեռ չէ, ուղեղը կարող է ինչ-որ տարբեր փիլիսոփայական գրքեր կարդալ, շատ են իրենք, բայց մենք մկաններ ենք մարզում, ուղեղ ենք մարզում կարդալով, պարզապես կարդալով։ Եթե դուք ուզում եք ձեր հոգին մարզվի, չնայած սա լայն շերտերի համար պարզ չէ, բայց ես ինձնից այնքան գոհ եմ, որ հիմա տենց բառ գտա։ Դու վերջն ես ամիշիկ։ Որտեղ մեկ ուղեղը փայլատակնես, ասում նարեկացիացնես անկախ քեզանից սկսում ուղեղդ աշխատել։ Բայց իրականում եթե ուզում եք հոգին մարզել եւ ճղճիմ չդառնալ, այդ մակարդակի ճղճիմ, կարդացեք նարեկացի։ Ձեզ շնորհակալություն, ասեք։ Այո, եւ լրացում այս մտքի երաժշտության հետ կապված այն նույն կերպ ես ուզում եմ որ օրինակ ամեն հայ իմանա որ մենք նաեւ հայկական նոտագրություն ունենք, որով գրում էր Կոմիտասը, ունենք հայկական նոտաներ, սա մի հատ ֆենոմենալ շատ հետաքրքիր երևույթ է, առանց հնգագծի, խազային նշաններից վերցված, այսինքն այնքան իրականում շատ բան կա խոսելու, իսկ մենք Կոմիտասի հետ կապված անգամ նոտագրություններ, երկիր հետ կապված մենք այնքան շատ սիրուն ու կարևոր հյուրեր ենք ունեցել, որ ես հասկանում եմ ինչի մասին եք խոսում, պարզապես սպառեցինք այն, որ ասում մեր տրված ժամանակը, դե շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազ, չնայած այսօր էլի հագեցած է, մենք էլի ունենք հյուրեր, կհասցնենք հուսամ նրանց հետ էլ զրուցել։